Դասավանդիր հանուն Հայաստանի կրթական հիմնադրամը շարունակում է աշխատել հանուն կրթության ու Հայաստանի ապագայի։ Կրթական ճգնաժամի առջև կանգնած Հայաստանի համար հիմնադրամն անգնահատելի աշխատանք է կատարում, իսկ այդ աշխատանքը հնարավոր է դառնում սոցիալական պատասխանատվություն կրող ընկերությունների շնորհիվ։ Արարատ բանկն արդեն 3-րդ տարին է կանգնած է ծրագրի կողքին եւ համագործակցությունն ընդլայնվում է։ Վաստակից բացի կա միտք, կա հոգի եւ կա նպատակ, որը մեծ պատվով մեր հիմնադրամի աշխատակիցները իրականացնում են։ Ասում են, ծրագրի անվանումն ինքնին պարունակում է արժեքներ, որոնք ամբողջությամբ համընկնում են ֆինանսական ընկերության սոցիալական ծրագրերի ուղղվածությանը։ Դասավանդիր հանուն Հայաստանի։ Ուրեմն բոլոր բառերը դրանք մեր սրտով են, մեր մտքով են, ազգանպաստ են եւ Հայաստանի Հանրապետություն, իննպաստ եւ դասավանդիր դրանք բոլորը այն իրական մտքերն են, որոնք որ շատ հոգեհարազատ են նաեւ Արարատ բանկի համար։ Եվ մեր բոլոր սոցիալական ծրագրերը մենք հիմնականում հենց այս ուղղությամբ ենք իրականացնում։ Արարատ բանկի եւ դասավանդիր հանուն Հայաստանի կրթական հիմնադրամի միջև համագործակցությունը մեկնարկել է դեռ 2022 թվականին։ Նշում են, որ համագործակցության արդյունքում Ձորագյուղի, ապա Փոքր Մասրիկի դպրոցներ են գործուղվել ֆիզիկա առարկայի ուսուցիչ առաջնորդներ, իսկ նոր ավելի ընդլայնված համագործակցության շրջանակում մաթեմատիկա եւ ինֆորմատիկա դասավանդող 5 ուսուցիչ առաջնորդներ գործուղվել են Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզեր, ապահովելով երեխաների կրթության իրավունքը։ Այս համայնքները վստահաբար միակը չեն, որոնք նմանատիպ համագործակցությունների, նմանատիպ ներուժի կարիք ունեն եւ Դասավանդիր հանուն Հայաստանի հիմնադրամը իր հերթին, բայց նաեւ շատ կուզեմ ընդգծել Արարատ բանկի ճանապարհը, որ անցել է, որովհետեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը գիտեմ, որ ձեզ համար առաջնահերթությունն է եւ անցած տարի էր, եթե չեմ սխալվում, ամենամեծ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կազմակերպություն եք ճանաչվել։ Այն ինչ որ մենք անում ենք, վստահաբար ուղղված է այդ հնարավորությունների ստեղծմանը։ Համաշխարհային բանկի տվյալներով այսօր Հայաստանում ծնված երեխայի աշխատանքի արդյունավետությունը կյանքի ընթացքում կարող է նվազել մինչև 40%, եթե նա չունենա որակյալ կրթություն։ Հայաստանի մարզերում կրթության որակը շարունակում է տուժել մի շարք համակարգային խնդիրների պատճառով։ Վերջին հրապարակված տվյալների համաձայն Հայաստանի 9 մարզերում առկա է շուրջ 700 ուսուցչի թափուր հաստիկ, որոնց մեծ մասը վերաբերում է բնագիտական, տեխնոլոգիական ու մաթեմատիկական առարկաներին։ Ուսուցիչների պակասը հանգեցնում է նրան, որ այդ առարկաները մարզային որոշ դպրոցներում ընդհանրապես չեն դասավանդվում։ Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ երկրի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկը համարվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ 2015-ին դա հիմնադրամը մեծ ծրագրի մասին երկամյա ուսուցիչների առաջնորդության ծրագիր, որի շրջանակներում տարբեր մասնագիտությունների տերմարտիկ հավաքագրվում, վերապատրաստվում են եւ գործողվում են այն համայնքներ, որտեղ ամենից շատ է իրենց կարիքը կա, որովհետեւ եւ այն ժամանակ եւ այսօր չափազանց մեծ պակաս կա ուսուցիչների, որի պատճառով տվյալ առարկաները չեն դասավանդվում դպրոցներում։ 14 հոգի այն ժամանակ հավատացել այդ ծրագրին, միացել եւ դարձել մեր ուսուցիչ առաջնորդների առաջին սերունդը։ Ներկայումս մենք արդեն 12-րդ սերնդի ներգրավման աշխատանքներն ենք իրականացնում։ Մեր շրջանավարտների համայնքը շուրջ 500 հոգի է։ Ծրագրի շնորհիվ 9 մարզերի եւ Երևանի 410 դպրոցներում շուրջ 60,000 աշակերտ ստացել է ավելի լավ կրթություն։ Բուհական շրջանավարտները ստանում են ուսուցչի որակավորում եւ 2 տարի դասավանդում մարզային դպրոցներում, տեղի երեխաներին հասանելի դարձնելով որակյալ կրթությունը եւ նորարարական մոտեցումները։ Այս նախաձեռնությունը ոչ միայն լրացնում է թափուր հաստիկները, այլ նաեւ նպաստում է կրթական հավասարությանն ու երիտասարդ մասնագետների ներգրավմանը կրթական համակարգում, ամրապնդելով կապը համայնքի եւ կրթության միջև։ Արարատ բանկի սոցիալական պատասխանատվության ռազմավարության առանցքում եղել եւ մնում է կրթությունը որպես կայուն զարգացման, հավասար հնարավորությունների եւ նորարարության շարժիչ ուժ։ Բանկի սոցիալական ծրագրերի պորտֆելի շուրջ 50%-ն ուղղված է կրթական նախաձեռնություններին, ինչը վկայում է ոչ միայն ոլորտի նկատմամբ ունեցած վստահության, այլև ապագայի նկատմամբ ունեցած պատասխանատվության մասին։